Հրապարակորաթերթը գրում է նոր խորհրդարանը դեռ չի ձևավորվել, բայց քաղաքացիական պայմանագրում ազգային ժողովի նախագահ են ընտրում, ինչպես եւ նախորդ անգամ դա կանեն քաղաքացիական պայմանագրի վարչությունում, ապա կներկայացնեն ազգային ժողովի խմբակցությանը։ Առաջադրումների փուլն արդեն սկսվել է, այս պահի դրությամբ 3 տեխնացու է առաջադրվել Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Հայկ Կոնջորյանը։ Չնայած Լիլիթ Մակունցի տեխնացություններն էին նախընտրական շրջանում դիտարկում, սակայն նա չի ինքնաառաջադրվել, որևէ մեկն էլ նրան չի առաջադրել։ Քաղաքացիական պայմանագրում խոսում են, որ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունն ու նոր խորհրդարանի կազմը հաշվի առնելով Մակունցի տեխնացությունը կորցրել է ակտուալությունը, քանի որ մեղմ կոռեկտ քաղաքականապես ոչ այնքան թերծվածիկին ակնհայտորեն չի ձգի այդ պաշտոնում։ Վարչությունն ընտրություն կկատարի վերնշված 3 տեխնացուի միջև։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. մեր աղբյուրների տեղեկացմամբ առաջիկա շաբաթներին կառավարական նիստերից մեկի ընթացքում նախատեսվում է ընդունել որոշում, որով ՀԵՑ-ը որպես մասնավոր ընկերություն գործադիրի որոշմամբ կճանաչվի հանրային գերակաշռ։ Դրանից հետո արդեն գործադիր իշխանությունը կանցնի հաջորդ փուլին։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով հանրային գերակաշռ ճանաչելուց հետո վարչապետի աշխատակազմը կմշակի գնահատման հատուկ մեխանիզմ, որի իրականացումը ըստ մեր զրուցակիցների կարող է տևել շուրջ 3-ից 4 ամիս։ Գործընթացում ներգրավելու է Հայաստանի ռեզիդենտ լիցենզավորված գնահատող, բայց իմիջով անկախ ընկերություն, որը պետք է իրականացնի ՀԵՑ-ի շուկայական արժեքի գնահատումը։ Փաստորաթերթը գրում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովի հայտարարությունը, թե յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը, հերթական անգամ բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա աղաղակող անհամաչափությունը։ Ակնհայտ է, որ Բաքուն այս կեղծ ու հեռավոր խոսույթը պահում է օրակարգում որպես Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ապագա հավակնությունների եւ մշտական ճնշման լեգիտիմ գործիք։ Սակայն առավել մտահոգիչն այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների կրավորական վախվորած եւ սեփական պետական շահերը ստորադասող կեցվածքն է ի տարբերություն ներքին դաշտում հոխորտացող սպառնացող պահվածքի։ Հրապարակորաթերթը գրում է խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի եւ փողոցային պայքարը ճիշտ պահին գեներացնելու մասին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը ողջունում է ուժեղ Հայաստանի կողմից համագործակցության առաջարկը։ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ժողովուրդ օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անօթաչու թռչող սարք է ձեռք բերել ազգային անվտանգության ծառայությունը, մասնավորապես 2026 թվականի մայիսի 26-ին ԱԱԾ-ն Էլ-Մարկետ ՍՊ-ից գնել է անօթաչու թռչող սարք։ Ըստ փաստաթղթի, մեկ անօթաչու նկարահանող սարքի համար պետական բյուջեից վճարվել է 2.995.000 դրամ։ Ստացվում է դրոնը գնվել է, դրա տեխնիկական հնարավորությունները բավականին լուրջ են, պետական բյուջեից վճարվել է գրեթե 3 միլիոն դրամ, սակայն հանրությունը մինչ օրս չի տեսել այդ սարքի աշխատանքի որևէ արդյունք, թե իրականում որտեղ եւ ինչ նպատակներով է կիրառվել անօթաչու թռչող սարքը կամ արդյոք այն օգտագործվել է հենց ընտրական գործընթացների ընթացքում, առայժմ մնում է անհայտ։ Հրապարակորաթերթը գրում է. Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո այդ մասին հայտարարություն կհնչի։ Կարապետյանը հայտարարեց, որ մանդատները չվերցնելու նարատիվը զարգացնում են իշխանությունն ու նրա աջակից ուժերը։ Քոչարյանի թիմը նույնպես կողմ է մանդատները վերցնելուն, ընդդիմության այս որոշումը հակասական տրամադրություններ է առաջացրել քաղաքացիական պայմանագրում։ Ոմանք ցնծում են, որ մարդագողության ճանապարհով Սահմանադրական մեծամասնություն կզավթեն, ոմանք կարծում են, որ իրենք մեծամասնության կարիքը չունեն։ Սահմանադրությունը կարող են նաև 300,000 ստորագրությամբ դնել հանրաքվեի եւ առանց ընդդիմության Վրաստանի պես յոլա գնալ, հատկապես ունեն արևմուտքի աջակցությունը եւ քաղաքական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող։